Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 18-ն է, սա արդեն մեր թվով երրորդ հաղորդումն է, ինչպես եւ խոստացել էի, մենք հիմա արդեն արագ ձևով անդրադառնալու ենք Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին, որը որ տևել է 2.5 ժամ, անպայման խնդրում եմ այս հաղորդումը լայքել, որպեսզի լավ տարածում ունենա, բայց մինչև դա սկսենք կրկին Հայաստանին վերաբերվող լուրերից, քանի որ Ադրբեջանը կրկին տարածել է ապատեղեկատվություն, թե իբր Հայաստանը խախտել է հրադադարը 16:40-ին եւ 18:30-ին, բայց դա հստակ ապատեղեկատվություն է եւ իմ համոզմամբ այս ամենը հիմնականում արվում է նրա համար, որպեսզի նրանք փորձեն բիժեցնել հայ-ադրբեջանական այդ պայմանավորվածությունները եւ չկարողանան խոսել, այսինքն չլինի պատճառ, որպեսզի կողմերը խոսեն եւ պայմանավորվեն, թե երբ ու որտեղ պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Կարևոր է նշել, որ տարբեր երկրների արտգործնախարարությունները շարունակում են ողջունել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք է բերվել այդ պայմանավորվածությունը, բայց այստեղ կարևոր է այն է, որ Եվրոմիության խորհրդարանը ողջունելիս հստակ ասում է, որ Հայաստանը գնացել է լուրջ զիջումների, բավականին լուրջ զիջումների է գնացել եւ նաեւ հույս է հայտնել, որ Ադրբեջանը կօգտվի այս հնարավորությունից եւ կստորագրի խաղաղության պայմանագիրը, քանի որ դա նաեւ հնարավորություն է Ադրբեջանի համար վերջ տալու այս երկարատև կոնֆլիկտին եւ բավականին հետաքրքիր եւ մեզ համար դրական հայտարարություն է արել Եվրոպական խորհրդարանը, որը որ ասեմ, որ տարբերվում էր բազմաթիվ երկրների ողջույնի խոսքից։ Հիմա անցնենք միջազգային կարևոր նորությանը, որը որ վերաբերվում է Վլադիմիր Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցին։ Ես արդեն նշեցի, որ այն տևել է 2.5 ժամ, աննախադեպ ժամանակ եւ ընդհանուր առմամբ հաղորդվում է, որ այն անցել է շատ դրական մթնոլորտում, այսինքն ընդհանուր կողմերը փոխհմբռնում են ունեցել եւ Ռուսաստանի տարածած հաղորդագրության կարևոր կետերի վաղը գերիների փոխանակություն է տեղի ունենալու 175-175-ի դիմաց Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև։ Թրամփը եւ Պուտինը արտահայտվել են փոխադարձ հարաբերությունների կարգավորման օգտին, նաեւ հաղորդվում է, որ կողմերը ընդհանուր որոշում են կայացնելու եւ փորձելու են իրար հետ աշխատել, որպեսզի այս կոնֆլիկտը կարգավորվի, ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մասին է խոսքը, կարծում եմ անընդհատ հիշեցնելու կարիք չկա, եւ միասին էքսպերտային խումբ են ձևավորելու դրա համար, այսինքն երկու կողմերից էքսպերտային խումբ է աշխատելու, թե ինչպես կարելի է կարգավորել ռուս-ուկրաինական այդ կոնֆլիկտը։ Դրանից բացի ես արդեն հաղորդել եմ այն մասին, որ Ռուսաստանը փաստացի պահանջում է զենքի մատակարարման դադարեցումը եւ այդ բանակցությունների ժամանակ Պուտինը պահանջել է, որ Ուկրաինային դադարեցվի զենքի մատակարարումը, ինչպես նաեւ պահանջել է, որպեսզի մոբիլիզացիա Ուկրաինայում տեղի չունենա, որպեսզի հաստատվի այդ 30-օրյա հրադադարը։ Եվ ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները, այլ նաեւ Ուկրաինայի մնացած դաշնակիցները եւս զենք չմատակարարեն Ուկրաինային։ Եվ վերջում ասում է, որ կողմերը աջակցել են այն գաղափարին, որ միասին Ամերիկայի Միացյալ Նահանգներում հոկկեյի մրցում անցկացնեն։ Դրանից բացի հաղորդագրություն կա, որ Վլադիմիր Պուտինը աջակցել է Դոնալդ Թրամփի այն առաջարկին, որ էներգետիկ համակարգին 30 օրերի ընթացքում հարված չպետք է հասցվի, եւ նա արդեն իսկ հանձնարարել է Ռուսաստանի զինված ուժերին, որ նրանք հարված չհասցնեն Ուկրաինայի էներգետիկ համակարգի։ Դրանից բացի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանը որպես բարի կամքի դրսևորում Ուկրաինային է փոխանցելու 23 ծանր վիրավորների։ Եվ կարծում եմ ամենակարևորը, որը որ արդեն հաղորդում է Սպիտակ տունը, մենք նաեւ Սպիտակ տան հաղորդագրություններին եւս կանդրադառնանք, որը որ սկսում է Սպիտակ տունը, դա վերաբերվում է Իսրայելին, եւ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են այն մասին, որ Իսրայելը չպետք է ստանա մահացու զենք, որով որ հարցականի տակ կարող է դնել Իսրայելի գոյություն։ Եվ ամերիկյան կողմի հաղորդագրության համաձայն կողմերը իրոք պայմանավորվել են, որ էներգետիկ համակարգին չպետք է հարված հասցվի եւ նաեւ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն Սև ծովում։ Եվ ընդհանրապես էներգետիկ առճակատումից պետք է կողմերը հրաժարվեն։
Նրանց բացի Ամերիկայի Միացյալ Նահանգների հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու երկրների ապագա համագործակցությունը, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի, ներառում է մեծ, շատ խոշոր տնտեսական համագործակցության ծրագրեր, ինչպես նաև աշխարհաքաղաքական ստաբիլությունը։ Նրանք խոսել են այն մասին, որ Մերձավոր Արևելքում եւս ընդհանուր են փորձելու հաստատել կայունություն, այսինքն Մերձավոր Արևելքի շուրջ եւս իրենք կոորդինացիա են իրականացնելու իրենց գործողությունների։ Նրանց բացի երկու նախագահները քննարկել են ստրատեգիական զենքի տարածման դադարեցման անհրաժեշտությունը։ Հիմնականում սա է, սիրելի հայրենակիցներ, եւ ինչ մենք ունենք այս հաղորդագրություններից, իմ պատկերացմամբ այդ 30 օրվա հրադադարը չի հաստատվի։ Այսինքն երկու կողմերի հաղորդագրությունը այնքան գեղեցիկ է այդ մասին ասում, որ ոչ ոք էլ գլխու չի ընկնում, կոպիտ ասած, կամ մոռանում են, որ ընդհանրապես նման բան էր քննարկվում եւ կոնկրետ Դոնալդ Թրամփը խոսում էր այն մասին, որ 30 օրով պետք է հրադադար լինի։ Դրա փոխարեն հրադադար կարող է լինի Սև ծովում եւ էներգետիկ համակարգերի նկատմամբ։ Բայց ընթացքում նաեւ խոսվել է այն մասին, որ դաշնակիցները չպետք է զենք մատակարարեն Ուկրաինային եւ Ուկրաինան չպետք է իրականացնի մոբիլիզացիա։ Հիմա այդ կետը միանգամից ուժի մեջ է մտնում։ Այսինքն Դոնալդ Թրամփի մոտեցումները դերևս պարզ չեն, ավելի պարզաբանման կարիք ունեն։ Այսինքն հրադադար եթե չի լինելու, այնուամենայնիվ Ուկրաինան ստիպված է լինելու այդ կետերին հետևել, այսինքն Ուկրաինան եւ Ուկրաինայի դաշնակիցները, այսինքն չպետք է տեղի ունենա մոբիլիզացիա եւ զենք զինամթերք չպետք է մատակարարվի Ուկրաինային, թե դա վերաբերվում է արդեն ապագային, երբ որ ձեռք կբերվի այդ պայմանավորվածությունը, որ հրադադար լինելու 30 օրով այդ պահից նոր զենք չի մատակարարվելու Ուկրաինային եւ մոբիլիզացիա չի հայտարարվելու Ուկրաինային։ Շատ կարեւոր է սա հասկանալ։ Բայց կրկնեմ, այս պահի դրությամբ մենք չունենք տեղեկություն այն մասին, որ 30-օրյա հրադադարը տարածվելու է նաեւ ռազմաճակատի ամբողջ երկայնքով։ Դերևս կարող է ինչ-որ նոր հաղորդագրություններ էլ հնարավոր է մի քիչ հետո նոր հաղորդագրություններ էլ ստանանք, բայց այս պահի դրությամբ մեզ տրամաբանությունը առողջում է, որ դա քիչ հավանական է։ Հնարավոր է լրացուցիչ ինչ-որ բաներ պայմանավորվեն, դա եւս կա։ Դրանց բացի նաեւ շատ կարեւոր է հստակեցնել մեկ բան, որ կողմերը փաստացի եւ երևի դա ավելի շատ ամերիկյան կողմն է դրա վրա ուշադրություն դարձնում, որ ապագայում մեծ տնտեսական ծրագրեր պետք է տեղի ունենան երկու երկրների միջև, այսինքն Դոնալդ Թրամփը ծրագրում է, որ Ռուսաստանի Դաշնությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեծ տնտեսական ծրագրերով կապնվել միմյանց հետ։ Ինչ գլոբալ փոփոխություններ է, չէ՞, պատկերացնում եք։ Դրանից բացի իրենք արդեն Մերձավոր Արևելքում եւ ոչ միայն կոորդինացնելու են փաստացի իրենց գործողությունները եւ առաջին հայտարարությունը կոնկրետ վերաբերվում էր Իրանին, որ Իրանը չպետք է հնարավորություն ստանա եւ հնարավորություն ունենա սպառնալ Իսրայելի գոյությանը։ Սա շատ կարևոր հայտարարություն է, միջայլոց նոր տեղեկություն ստացվեց, որ Եմենի հութիները հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ եւ դա եւս շատ կարեւոր է այն մասով, որ Թրամփը ասում էր, որ ցանկացած հրթիռ, ցանկացած կրակոց դա արդեն դիտարկվելու է որպես կրակոց իրանական կողմից։ Եթե հիմա օգտվելով առիթից լարվածություն լինի նաեւ Իրանի մասով, ես չեմ զարմանա, բնականաբար շատ չեմ ցանկանա, բայց չեմ զարմանա։ Դրանից բացի մենք գիտենք, թե ինչքան սուր հայտարարություններ էին հնչում հիմա նաեւ Իրանի մասով եւ Համասի մասով, այսօր արդեն Համասի դեմ կրկին պատերազմը վերասկսվեց տերորիստական այդ կազմակերպության եւ Հազարի շրջանում բազմաթիվ մարդիկ են զոհվել։ Հաստատի Ամերիկայի Միացյալ Նահանգներից հրապարակված այդ տեղեկության համաձայն կողմերը սկսելու են կոնկրետ համատեղել իրենց գործողությունները աշխարհաքաղաքական ոլորտում եւս, ինչը նշանակում է, որ հնարավոր է նաեւ հարավային Կովկասի մասով եւս իրենք փորձեն արդեն համատեղել իրենց գործողությունները։ Դեռ նաեւ պարզ չէ, թե այս ամենը ինչպես կարձագանքի Եվրոպան, Եվրամիության երկրները ինչպես կարձագանքեն այս հաղորդագրությանը։ Այսքանը հիմնականում, սիրելի հայրենակիցներ, այս պահի դրությամբ
հետևենք իրադարձությունների զարգացմանը, ես կարծում եմ, որ մոտակա թեկուզ մեկ օրվա ընթացքում մենք արդեն լրացուցիչ հետաքրքիր տեղեկություններ կունենանք, թե այդ հեռախոսազրույցից մանրամասները կհաղորդեն տարբեր լրատվամիջոցներ եւ դրանից բացի հայտարարություններ կունենանք նաեւ եվրոպական երկրների առաջնորդների կողմից, հատկապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից կլինեն հայտարարություններ, գրեթե համոզված եմ, Քիր Ստարմերի կողմից, Մեծ Բրիտանիայի վարչապետի, ինչպես նաեւ Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից կլինեն հայտարարություններ միանշանակ, ինչու չէ նաեւ Զելենսկիի կողմից նույնպես։ Հետևենք իրադարձությունների զարգացմանը եւ տեսնենք, թե ինչ է տեղի ունենալու։ Բայց ամեն դեպքում հուսանք, որ իրոք այս պատերազմը կավարտվի, ռուս-ուկրաինական պատերազմը, բայց կավարտվի այնպես, որ մեր երկրները չեն տուժի դրանից, Հայաստանը եւ Վրաստանը։ Բնականաբար մեզ համար հիմնականը դա է, քանի որ տեսնում ենք, թե ինչքան արագ է փոփոխվում աշխարհը եւ հիմա ամենակարևորը այն է, որ մենք կարողանանք հոգ տանել մեր երկրների անվտանգության մասին։ Հաջողություն բոլորիդ, կհանդիպենք։